Այս պահին մենք գտնվում ենք 2:25 ընտրատարածքում եւ ես զրույցի եմ հրավիրել հանձնաժողովի նախագահին, խնդրեմ ներկայացեք 2:25 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Անանյան։ Տիկին Անանյան, բնականաբար ուզում եմ իմանալ նախ առավոտվանից մինչ այս պահը ինչպես է ընթացել քվեարկությունը, նկատի ունեմ նախ մասնակիցների թվաքանակի առումով, դուք կարող եք համարել սա ակտիվ, պասիվ, թե միջին ավելի շուտ ակտիվ, որովհետև ներկայացել է համարյա ընտրելու իրավունք ունեն ընտրացուցակի թվին համապատասխան մոտավորապես 70%։ Իսկ որքան են այստեղ ընտրողների թիվը եւ որքանն է 1776։ Այս պահի դրությամբ ասենք 1035։ Հա, եւ դուք ակնկալում եք ընդ որում բավական քիչ ժամանակ է մնացել շուտով ուր որ եք ավարտվի, երևի թե եթե ժամուտին ավարտվում է, դե ես չեմ կարա կոնկրետ թիվ ասեմ, թե քանի հոգի կգա, համենայն դեպս կգան ինձ թվում է մարդիկ, որ շատ դեպքերում մարդիկ կիրակի օրներ են աշխատում, որոշ մարդիկ կարող է գան։ Կարծում եք օրվա վերջում ավելի հաճախական հաճախելիությունը չեմ կարծում այդ չափի հաճախականությունը կավելանա, բայց կգան ինձ թվում է։ Քիչ առաջ ես տեղեկացա, որ ավելի շատ մասնակցություն ավելի շատ էր կարծես թե մարզերում, քան Երևան քաղաքում։ Ես նման տեղեկություն չունեմ, որովհետև ես չեմ հասցրել ծանոթանամ լրահոսին։ Հասկանալի է, բայց ձեր ընտրատարածքում դուք գտնում եք, որ մասնակցությունը նորմալ է։ Հա, կարելի է նորմալ ասել։ Հիմա ուզում եմ հետևյալ հարցը տալ, իսկ քանի որ ամբողջ երվա ընթացքում ինքս հետևել եմ լրահոսին, մեր լրագրողները աշխատում են տարբեր ուղղություններով, բավական մեծ թիվ են կազմում ընտրախախտումները, կեղծումները։ Կարող եք դուք ձեր կոնկրետ տեղամասի պարագայում ասել մեր տարածքում նման բան չի եղել։ Նման դեպք չի եղել։ Ամենայն անկեղծությամբ բոլորը եկել են, իրենց անունը գտնվել է, ումն էլ որ այս տարածքում չի եղել, մասնագետները ուղղորդել են ըստ հասցեի, որ տեղամասն է, որտեղ դպրոցում կա 2 տեղամաս, մարդիկ խառնում են։ Կարող է 2:24-ի ընտրողը գա միանգամից տեղ, ստուգում են սարքով, պարզում է, որ ինքը մյուսում է։ Նորմալ ընտրությունը գնացել է, ոչ ունեցել տարբեր տեղամասերում ուղղորդումներ, երբ որ բնակիչը մեկը բարեկամի հետ է գալիս կամ հարևանի հետ եւ ուղղորդումներ են արվում, եղել է նման դեպքեր։ Չէ, նման բան չի եղել, բայց շատ են եղել մարդիկ, ծերեր կամ ոչ ծերեր, որոնք ի վիճակի չեն եղել ընտրելու տարբեր հանգամանքներով, իրանց օգնել են։ Ովքեր են օգնել են չեզոք մարդիկ, ոչ հանձնաժողովի, ոչ դրսի, կամ բարեկամը, կամ տղան, կամ աղջիկը, որը գրանցվել է գրանցամատյանում օգնողի ազգանունը նման կարգ գոյություն ունի։ Ըստ օրենքի պետք է օգնի բարեկամը ծանոթը, թե պետք է օգնի, եթե ես սխալվում, 2 անձիկ տարբեր ուժերի ներկայացուցիչներ։ Չէ, ըստ օրենքի օգնում է կոնկրետ հայրու որդի են եկել, հայրը շատ կամ մի քիչ լավ չի տենում, կամ մի քիչ դժվարանում է այդ ոնց որ ասած դասավորելու հարցում, կամ չգիտի ոնց անի, չնայած մենք բարբերաբար թե քվեաթերթիկ տվողները, թե ցուցակում իր անունը կնքողները բացատրում են կարգը։ Ես էլ եմ բազմիցս բացատրում, բայց մարդիկ են հիմա տարիքից ելնելով, մակարդակից ելնելով շփոթվում են կամ չգիտեմ ինչ օգնում են ու օգնողի տվյալները գրանցվում է գրանցամատյանում ընդհանուր մինչև անձնագրային տվյալներ։ Այս պահին ինչ ունեք այլ ասելու։ Ոչ մի բան չունեմ ասելու, կուզենայի որ մնացած ժամանակն էլ բարեհաջող անցներ մեր համար, նորմալ ավարտեինք, հասցնեինք նպատակին այս ընտրությունը վերջին։ Հանձնաժողովականների մեջ էլ ամեն ինչ նորմալ ընթացքով է եղել, հարաբերությունները նորմալ աշխատանքային, ամեն ինչ նորմալ է եղել։ Շատ ուրախալի է, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Հա, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։